Տեղյակ եք, որ Փաշինյանը հույս գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին, նախարարներին մոտ 7 միլիոն դրամ, վարչապետին ու փոխվարչապետերին ավելի շատ, բայց ասում է, որ թոշակները բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսի ավել գումարը, արդար է արդյոք, դուք ծախսելու տեղ չունեք եւ ծախսելու ձևը չգիտեք։ Ես թոշակառու եմ, թող ինքը չներենա, ես իրենենա լավ հաշիվ գիտեմ ու չափով գծախսեմ, ոչ թե չդեմ ինչ ավել բաներ չխոսեմ։ Այդ խորատեն լսեցի այնոր նույնիսկ ես մի քվրգան մարդեմ էլի, նույնիսկ քրվեցի քիչ մնար տելևիզիոն էլ չարտի։ Թոշակառուները ընկել են բաղվածի օրը, քսե եթե ձիզ չսատկեր 2 տարի կաբրիր։ Եղավ։ Թողնիկոլն են այդ օրը։ Մեզի այնպես ղեկավար է պետք որ գոնե ցածր հասարակ խավին գոնե ձեր բռնի։ Տանի 3 միլիոն կուտա պատգամավորներին, որ գիլիզ լավ տեղերը ձգցնեն, թոշակառուներին չէ։ Հիմա ես թոշակառու եմ, խոսքի քարտով կստանամ, ես քարտը որտեղ բերեմ, դեմ տամ, որ առնեմ սաղամսվա, մեկը ունի կողքից գումար տվող, իր համար շատ է հանգիստ, մեկն է չունի։ Բոլորն է գիտեն ինչու վրա ծախսեն, աղջիկ ջան։ Թող իրանք օհերոն նստի խիղճ ունենան։ Այդի շատ լավ են էլի։ Մեղք են իրանք։ Չէ, իրանք մեղք են, իրանք պետք է։ Մենք թոշակառու ենք, տեղ գնացել եմ 36,000 դրամ թոշակ է։ Էդրով դարի ապրի։ Գնացել եմ տեղորյակ կառնիմ 12,000 դրամի տեղորյակ։ Դարի ապրի, ծխող եմ արդեն։ Մի քիչ ցինիկ արդարություն է, ինչ թե եթե թոշակառուն գումար ունենա չի իմանա ինչ ծախսե կամ այն արդարությունն որ եղել է չգիտեմ ինչքան գվարեք ազը չի տակնա մեկ է տունը պիտի սարքվի է սեղանեցվի դուք գումարը տվեք իրանք որոշեն ինչ ծախսեն կամ չծախսեն կամ հետ գցեն կամ ինչ որ բան են եթե թոշակառուն համակարգչային ծրագիր չգիտե եթե ինքը տաժե չունի այդ սմարթֆոն հեռախոսն որ կարողանա ինչ որ մեկին հավելվածով նվերեն է այդ գումարը պետք է ստացավ ինքը տնտեսը մի 1000 դրամ կնա թորնիկին մի հատ գեղեցիկ չգիտեմ չեմ կարող ես թոշակառուի մտածելակերպը որոշեմ, բայց մեր թոշակառուները ծայրահեղ վիճակում են, այսօրվա քնաճը ամեն ինչը տեսնելով։ Ինքը նորա լավ մարդ եղնի, թոշակառնողների թոշակը ոչ թե 20,000, այլ 50,000 է կբարձրացնե, որ այս ժողովուրդը իշխոր 2018 թվին թիգուն կայնանք, բերինք մեյդան, ղեկավար դարձրինք, որ հիմի էլ նորից նույն բան են, հասկացար։ Ելնելով որ բոլոր մտերքներն ու միրգը ասենք թանկացել է, հավանականի սնունդի վրա։ Թորներից։ Հա ասեցինք, հա խոսեցինք, մեկ կանխիկ չես հասկանա ինչ մեյմունություն է։ Չգիտենք, սոված ծարար ցրդին բաբզած նստած ենք, չգիտենք ինչի վրա ծախսենք։ Ավելացնում է թող համատարած բոլորին ասենք 10 է, 10 բոլորին ինչ կանխիկ, ես ոչ էլ հասկանում եմ, ոչ էլ ի վիճակի եմ նման բան գործակի մեջ մտնել։ Ինչքան փող է ծախսե Փաշինյանը իրա քանի ապարատը 7 միլիարդ, չէ։ Որ ինքը կտնիգո իր ապարատը ավելի այժան է, ավելի թանկ է, քան թե 600,000 թոշակառուները։ Գուցե այդպես է։ 600,000 թոշակառուներս, ես էլ եմ թոշակառու, նստած նվնվանքը թե էսիշ կենե մեր գլուխը։ Արեք օրինական ճանապարհով դիմում կերենք, որտեղ որ պետք է, թե այսպես բան կարելի է որ թոշակառուին այս ձևի են։ Որ մենք կուզենք որ փողը արդեն ստանանք, նորմալ մեզի փող տա, ոչ թե ինչ որ հեքիաթային բաներս է թե դու 40,000-ով կրնաս համ տեղերը տաս, թոշակառուն մենակ տեղերի վրա է նստած, համ տեղերը տաս, համ ապրիս, համ էլ կոմունալ վճարները տաս, արի տեսնինք լեննագանի պայմաններում գազոր վառես շատ, կեդուզ վիճակում, շատ քիչ վիճակում, ինչքան փողում դիտաս, 15-20,000 քնաս կուդաս, բը տեղերը, բը դու ինչով ապրիս, որ հանգարց կոշիկ ուզեցար առնի, շոր ուզեցար առնի, դուք հեչ բան չեն աշվե իրանք, թե ինչ աշ է Եկա ուժ է, չէ, մենք կես միլիոնից շատ ենք, ինչի ինքը մնդազեգը մեր մասը մենք հայ ենք, չէ, որ հայ թոշակառուն Էս շմերնիկը 10,000-ը չիդե ինչեղ ծախսե, չի կնա 10,000-ի
մի հատ միս առնի կամ ասենք տակության համար մեկիցում շատ վառը դիք չի հաշկենա ուրում մենք այդքան բանենք Շատ քիչ է դրոմար չի դե ինչի վրա ծախսի այդքան քիչ գումարը չի ասցնի դեղը առնի թե հաց առնի Հանրաժեշտություն է բոլորի համար այդ գումարը Չի իմանա ինչի վրա ծախսի Ինչ ծախսերի վրա ծախսի